Բարի օր գործարար ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ, նաեւ կարող եք մեզ դիտել կամ էլ այս պահին դիտում եք թվային հարթակներում, թարմ ուղեղով զրույցն ենք մենք սկսում, շարունակում ենք լուսաբանել քարոզարշավը, հրավիրել տարբեր ուժերի ներկայացուցիչների եւ այսօր առաջին խոսափողի մոտ իմ զրուցակիցը Վարդան Խաչատրյանն է, Քոչարի կուսակցության падգամավորի թեկնածու 4-րդ համար, բարև ձեզ։ Շնորհակալություն, որ այստեղ եք, պարոն Խաչատրյան։ Ես դիտում էի հարցազրույցը ձեր վարչապետի թեկնածուի հանրայինի եթերում եւ այդ ժամանակ դեռևս քարոզարշավը մեկնարկած չէր։ Դուք ասացիք, որ դեռևս չեք սկսել, քանի որ տարբերվող է լինելու ձեր քարոզարշավը։ Ես նայեցի ձեր էջը, ամեն դեպքում դուք բակերում եք լինելու, զրույցներ եք անցկացնելու քաղաքացիների հետ։ Ուզում էի հասկանալ, ինչով է տարբերվում ձեր քարոզարշավը մյուս ուժերի քարոզարշավից։ Գիտեք, մեր քարոզարշավը արմատապես տարբերվելու է նրանով, որ մենք շփվելու ենք հիմնականում ժողովրդի հետ, մեր դաշնակիցը ժողովուրդն է որպես ուժ եւ համարում ենք, որ այն հոդվածը, որը անփոփոխ է, երկրորդ հոդվածը մեր սահմանադրության, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ իշխանությունը պետք է ստանալ ժողովրդից եւ դրանք պետք է կազմակերպված, այսպես կոչված դեկորատիվ հանդիպումներ չլինեն։ Իրականում մարդկանց հետ, նրանց հոգսերից, ցավերից, նրանց պատկերացումներից։ Հիմա մենք համարում ենք, որ ժողովրդի վիճակը ոչ միայն ծանր է այն պատճառով, որ գոյություն են օբյեկտիվ պատճառներ, այսինքն պատճառներ, որոնք անխուսափելի են տվյալ ժամանակահատվածում։ Հիմա էլեմենտար բան վերցնենք, էլի, քանի որ խորը ճգնաժամ է առաջացել եւ շարունակում է խորանալ, ասենք, վառելանյութի հարցում, քանի որ հարևան Պարսկաստանը պարսկական ծոցը փաստորեն փակել է, Ամերիկան էլ մի անգամ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերից, հիմա արդեն Իռլանդիայում մարդիկ չեն կարողանում դասի տանել իրենց երեխաներին։ Երեխաները դպրոց չեն գնում, որովհետև տրանսպորտը չի շարժվում։ Ավստրալիան տառացիորեն չի պատկերացնում ինչ ալնելու իր վիճակը, դրանք բարեկեցիկ երկրներ են, բայց օբյեկտիվներ են քաշվել գոյություն ունեցող իրավիճակի մեջ։ Մեզանում կան այդպիսի օբյեկտիվ չափորոշիչներ, կարելի ասել ծով չունենք, կարելի ասել, որ անապատացում է տեղի ունենում հողերի, բայց այդ անապատացումը շատ բանով պայմանավորված էր եւ նախորդող եւ ներկա իշխանության քաղաքականությամբ։ Հիմա ինչ է նշանակում, որ մեր հարևան երկրում, ասենք Վրաստանում, եթե դու 40,000 լարի չես ստանում որպես աշխատավարձ տարեկան, այնտեղ գույքահարկ գոյություն չունի։ Մեր գույքահարկը կրկնակի անգամ բարձրացվել է հիմա։ Այս տարվա գույքահարկը լինելու է կրկնակի անգամ բարձր։ Ինչից է ելնում այդ 40,000 լարին մոտավորապես 10 միլիոն 12 միլիոն դրամն է։ Այսինքն այդքան աշխատավարձ պետք է ստանաս, մեզանում ով է այդքան ստանում, այնտեղ ինչքան կունենաս, իսկ ընդհանրապես 1%-ից ավել անշարժ գույքի հարկ չկա։ Միայն 1%-ն է, որ կարող է բաժին հասնել նրանց, ովքեր գերհարուստներ են եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա ոնց հասկանանք ինչի է մեր ժողովրդի վրայից կաշին պոկվում։ Ինչ են կաշին պոկում։ Ինչից ենք ելնում, էլի։ Եթե մենք համարում ենք, որ հա բարեկեցության այն մակարդակն է, որ հա այս մարդիկ ստանում են արդեն այդքան գումար, այնքան գումար, այսինքն 12 միլիոնը, 10 միլիոնը դրամը։ Չափորոշիչը դա է այնտեղ։ Մեր հարևան երկիրն է, երևի թե մեզնից շատ չի տարբերվում, գնացել ենք, եկել ենք, պատկերացնում ենք, տեսնում ենք։ Հիմա ինչպես հասկանանք այն ամենը, ինչը ասենք որպես ճնշում կիրառվում է ներկայիս իրավիճակում եւ տնտեսական անելանելիության հեռանկար է բացվում մեր ժողովրդի համար։ Ինչ նշանակում են շենքերը, որոնք կառուցվում են Երևանում։ Մեր համար անհասկանալի շենքեր, ճարտարապետական դիմագծից զուրկ, տառացիորեն Երևանի ստեղծված արդեն իմիջը աշխարհով մեկ փոխող անհասկանալիորեն կեղտոտ լվացքի փրփուր հիշեցնող այդ սպիտակ, բայց պատուհաններով կեղտոտված լվացքի փրփուր հիշեցնող այդ շենքերը կանգնած են Երևանում եւ շենքերը վաճառվում են ռեկլամով, որ այ Մասիսը Երևանում, հիմա ես ապրում եմ Օրբելու վրա կառուցվում են շենքեր 6 հատ 25 հարգանի։
Մասիսի թեման փակ չի այդ իմաստով։ Ինչի թեման։ Մասիսի թեման Չէ, փակ չի։ Մասիսի թեման ախր այնտեղ որտեղ մենք ունեցել ենք տներ, այսինքն հին Երևանի բնակիչները ապրել են, Մասիսը դեմներն ա եղել։ Հիմա եկել են դեմները կառուցում են 25 հարգանի շենքեր, մեկն էլ հարցնող չկա որ այ եղբայր, դուք ունեք գոնե հրշեջ տեխնիկա, որը 25 հարգ աստված չանի, մի անգամ հանգարց վառվեց։ Կարողանալու եք 25-րդ հարգից մարդկանց իջացնել։ Պարոն Խաչատրյան, հիմա ձեր առաջարկը ո՞րն է այս խնդիրներին։ Մեր առաջարկն այն է, որ էապես պետք է տարբերվել մյուս բոլոր քաղաքական կազմակերպություններից, որոնք նախկին իշխանությունների հետ են կապված, որոնք ներկա իշխանության հետ են կապված։ Տեսեք, եղել է մեզանում վայրիվերումներ ծանր, չեմ ուզում անվանել այն պարտություն 44 օրվա պատերազմ։ Այդ պատերազմում եղել է։ Բան չանվանենք, որ պարտություն չանվանենք։ Ես դա վայրիվերումներ եմ անվանում, որովհետև չեմ ուզում որևէ կերպ վիրավորացնեմ նաև իմ զոհված ուսանողներին։ Ես 40 եւ ավելի տարի դասավանդում եմ Երևանի պետական համալսարանում, որոնք ընկան այդ դաշտերում անսահման քաջությունը դրսևորելով եւ մեկ էլ հանգարց պարտության մասին մենք խոսենք, դրա համար ես դա անվանում եմ պատերազմական վայրիվերումներ հատուկ, բայց դրանից հետո երբ որ պարզվեց որ դաշտում մնացել են միայն նախկին իշխանությունը եւ ներկա իշխանությունը, ասենք Նիկոլը դրեց իր տեխնացությունը եւ տարավ հաղթանակ, կամենում ենք լավ էր, վատ էր, ինչ էր, ոնց էր, տարավ հաղթանակ։ Հիմա այդ վայրիվերումները, այդ սխալները, որոնք բերեցին դրան, իսկ դրանք բացահայտ երևացող սխալներ են, եւ եթե շեշտադրումները անենք, օրինակ ինչ նշանակում որ Հայաստանի իշխանությունները վիրավորական վարքագիծ ցուցաբերեցին Չինաստանի հանդեպ։ Ասենք մենք ինչ կապ ունենք Չինաստանի եւ Ամերիկայի միջև գոյություն ունեցող հակասություններում, որ մեր երկրի բարձրագույն իշխանությունը մեկնում է Չինաստան, այնտեղից էլ գնում է Թայվան։ Ով է գնացել Թայվան եւ կարողացել է մարսել։ Մինչեւ հիմա Նենսի Փելոսին չի մարսում այն, ինչ որ ինքը գնացել է Թայվան։ Նույնը տեղի է ունեցել Պարսկաստանի հետ, նույնը տեղի է ունեցել Ռուսաստանի հետ։ Այդ մեկուսացման պայմաններում վարած պատերազմը հանգեցրեց ծանրագույն հետևանքների, ծանրագույն։ Եվ հիմա ես համարում եմ, որ ճիշտ կլինի, որ այս իշխանությունը իսկապես հեռանա, բայց կան մարդիկ, որոնք չեն բերելու այդ նախորդների վաստակած սխալները եւս, որովհետեւ նրանցից էլ մեր ժողովուրդը գոհ չի։ Եվ նրանց սխալները եւս ոչ միայն տեսել, այլև իր մաշկի վրա է զգացել։ Միակ այլընտրանքային ուժ ձեզ եք տեսնում այս բան, որովհետեւ շատ այլ ուժեր կան, ովքեր եւս քննադատում են եւ իշխանությանը եւ ընդդիմությանը։ Այս ընտրությունների ընթացքը պարզ ցույց կտա, թե ովքեր են ընդդիմադիր, ովքեր ոչ։ Մենք պատրաստ ենք համագործակցել միայն անվիճելիորեն ընդդիմադիր կեցվածք ունեցող, այսինքն ինչ որ չափով հայացքներով մեզ մոտիկ ուժերի հետ։ Հակառակ դեպքում միասնություն հանուն միասնության դա ինչի ասեք կարող է բերել, այսինքն համոզմունքների որևէ մոտիկություն չլինի եւ դուք անընդհատ ինչ որ փորձում եք գործել միասին, տեսել ենք էլի որ նույնիսկ ասենք այնպիսի ուժեր, ինչպիսին է ասենք Բարգավաճ Հայաստանը եւ ասենք այն ժամանակ իշխանություն հանդիսացող հանրապետական կուսակցությունը, էլի ունեին ինչ որ խնդիրներ, այսինքն երկրի քաղաքականության ուղեցիրը բավականին անպարզ էր երկու դեպքում էլ։ Մեկը ինչ որ պատկերացումներ ուներ, որոնք համեմատաբար այլ թեքման էին, մյուսը ուրիշ թեքման էր։ Մենք գտնում ենք, որ այո, պետք է լինի համակարծիք մարդկանց լուրջ միավորումը, բայց ընտրություններից հետո իհարկե, որտեղ հիմա միավորում հնարավոր չի ստեղծել այլևս։ Միայն այդ ժամանակ պարլամենտում կոնկրետ ճշգրիտ ուղեցրի քննարկման, այսինքն վեկտորի քննարկման, այդ ուժագծի քննարկման արդյունքում գալ ինչ որ համաձայնությունների եւ այդ համաձայնությունները չխախտել եւ մենք էլ պոստուլատներ ունենք, օրինակի համար դրանցից մեկը, որ մեր իշխանությունը կարիք ունի նվիրյալների։ Մարդիկ չպետք է գան հարստանան ու դուրս գնան։ Դա ի՞նչ բան է, ինչ անշան, իշխանությունը այդ նշանակում է, որ գալիս են մարդիկ հարստանում են, հետո գնում են։ Սա աբսուրդի թատրոն է արդեն, որովհետև դա 3-4 դեպքն է, 4-րդ դեպքն է փաստորեն այդպեսի, եւ յուրաքանչյուր թիմ մտածում է, որ այս քանի տարին է ինքը կորցրել է, թե հանգարց ինքը հետ եկավ, ինքը պետք է նաեւ այդ քանի տարիների բացակայացը մի հատ էլ մաշկը վերջնականապես փոկի մեր ժողովրդի վրայից։ Ես կտրականապես դրան դեմ եմ եւ համարում եմ, որ մենք
կարիքը ունենք միայն նվիրյալների, որոնք կլինեն անկաշառ եւ հոգացող սեփական ժողովրդի կարիքները։ Մեզնից ոչ մեկը հավերժական չի եւ այս հողի վրա չի մնալու հավերժաբար ապրող որպես մարդ։ Մենք բոլորս այս հողին խառնվելու ենք գնանք։ Մեզանից հետո պետքա մնա երկիր, որը ձգտելի լինի աշխարհի բոլոր հայերի համար։ Ձգտելի, ոչ թե երկիր, որը པարզ չի ինչ է իրանից ներկայացնում, որտեղ ասեք կարան բերեն տանը արչև կառուցեն մի հատ 25 հարգանի շենք, դու էլ կանգնես նայես, որ ստեղ առաջ մասիսներ երևում, կներեք արագածներ են մյուս կողմից երևում, ոչ մամտի չերևա, որովհետև հա բերել ենք, կանգնացրել ենք ոչ մի բան հաշվի չառնելով։ Այսինքն փլուզել են հարևան շենքերի պատերը եւ այլն, պայթացնելով, խորացնելով, 25 հարգանի շենքը հասկանալի է, թե ինչպիսի խորություն պետք է ունենա, հա։ Շատ լավ, պարոն Խաչատրյան, Arthur Brothers անունը մենք լսել ենք Սրբազան շարժման ժամանակ, երբ որ անունը Arthur Brothers Այդ անվան մասին մենք լսել ենք, երբ Սրբազան շարժման ժամանակ իրենք միացան Սրբազանին եւ պայքարի մասնակից էին։ Իրանք Սրբազանին չեն միացել, իրանք միացել են իրենց խոսքով եմ ասում, ես սա իմ խոսքը չի։ Իրենք միացել են հայ ժողովրդի պայքարին։ Արդար պայքարի Սրբազանը եղել է նաեւ ուրիշ մարդիկ այդտեղ։ Արդար պայքարի համարում։ Իհարկե արդար պայքար եմ համարում, որովհետեւ եթե մեր սահմանները պետք է անընդհատ հաշմվեն, իսկ եթե եղել է իշխանության պարտություն, այդ պարտված իշխանությունը չի կարող զիջումներ չանել։ Նա անընդհատ պետք է զիջումներ անի, որովհետև ինքը մեկուսացման մեջ է եղել։ Այդ ժամանակահատվածում շատ տարբեր նյութեր էին այդ անվան շուրջ տարածվում։ Այ օրինակ փաստերի ստուգման հարթակում ես ընթերցում եի, որ կապված միջազգային հարթակներում հատկապես ինֆորմացիան տարածվում այն իմաստով, որ 2005 թվականից թմրանյութերի վաճառքով են իրենք զբաղվել պաշտոնյաների հետ Քենիայում, եթե չեմ սխալվում, մութ գործերի մեջ են եղել, այդ լուրերի մասին ինչ կասեք։ Այ եթե արդարության մասին ենք մենք խոսում ու բարքեր փոխելու մասին ենք խոսում։ Հա, այդպիսի ալիք բարձրացել է Քենիայում։ Արտակ Սարգսյանը եղել է Քենիայի ոստիկանության պետը։ Քենիա, երբ որ ասում ենք, դա Աֆրիկայի առաջնակարգ այսօրվա երկրներից մեկն է։ Այսօրվա Աֆրիկայի առաջնակարգ երկրներից մեկն է։ Բնակչության քանակությունը եղաստավյալներով 58-60 միլիոն է, իրականում հնարավոր է մինչև 70 միլիոն լինի, որովհետև անընդհատ ներհոսք կա այն երկրները, որոնք համեմատաբար բարեկեցիկ են, ինչպես Հարավաֆրիկյան Հանրապետությունը, այդպես էլ ասենք մոտավորապես Քենիան պատկերացնենք։ Այստեղ եղել է այդ նարկոտիկի առգրավման խնդիրը եւ ոչ միայն այդ խնդիրը։ Քենիան եղել է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս տեսակետից ոստիկանությունը գործել է բացարձակ շուրջօրյա ռեժիմով։ Եվ ոստիկանության գլուխը եղել է ինքը առգրավել է հսկայական քանակությամբ թմրամիջոց, որը այրել է առաջին մի փոքրիկ պարտիան այրելուց հետո նորից բարձրացել, այսինքն այդ թմրամիջոցները նես չի որ տեր չունեն։ Այդ թմրամիջոցները ունեն տերեր, ունեն հնարավորություններ։ Առաջին պարտիան, երբ որ բարձրացել է ալիք, թե չէ, իրենք են յուրացրել, իրենք են վաճառել, ՄԱԿ-ից եկել է հանձնաժողով։ Միավորված ազգերի կազմի հանձնաժողովը եկել է, ստուգել է, պարզել է, որ ճիշտ այն քանակությունը, որը հայտարարված է, որ այրվել է, ճիշտ այդպիսի նստված կա այրման այդ մեծ ափսեների ամանների մեջ, որտեղ այրումը տեղի է ունեցել։ Մնացած բոլորը բերել են նրանց ներկայությամբ, նրանց տեխնիկական սարքերի գոյության պայմաններում այրել են եւ ինքը ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր ՄԱԿ-ից։ Այն էլ պարբերաբար հիշում եւ ներկայացնում է, որ այսպես պետք է արվեր գործը։ Այսինքն եթե կարիքը կա, ուրեմն միջազգային հանրությունը իր ստուգումներով պետք է ապացուցի։ Բայց միևնույնն է, դա մեծ փողերի հետ կապված գործ է, որի թիկունքում կան կանգնած ուժեր ոչ միայն Քենիայում, այլև Քենիայից դուրս։ Ես համարում եմ, որ մեզանում անհրաժեշտ է որ իշխանության մեջ լինեն կամ իշխանությունը գլխավորեն մարդիկ, ովքեր մասշտաբային գործունեության փորձ ունեն։ Հայաստանը
3 միլիոնանոց երկիր է։ Հակառակ կողմն էլ կա դրա։ Մեր հանրությունը վստահություն չունի այն մարդկանց հանդեպ, ովքեր դրսում աշխատանք են ունենում, բիզնեսներ են ունենում, որոշակի ծառայություններ են մատուցում։ Ոնց եք դուք ժողովրդին համոզելու, որ դուք որևէ կապ չունեք դրսի ուժերի հետ։ Դուք համոզված եք, որ Քրքիրքորյանին չէր վստահում հայ ժողովուրդը։ Դե դա այլ Քրքիրքորյանի, բայց նա չէր ուզում գալ Հայաստանի Հայաստանի մոտ կոնկրետ այդ ժամանակ падգամավոր է եղել։ Պարոն Խաչատրյան, նա չէր ուզում գալ Հայաստանում իշխանության եւ քաղաքականությամբ չէր Չէ, իշխանության գալ չգալը, դուք ասում եք ով աշխատել է դրսում, ով դրսում է, նա վստահություն չի ներշնչում Հայաստանում։ Վստահություն չունի այն իմաստով, որ իշխանության գա։ Մարդիկ չեն ուզում դրսից եկած այնտեղ ծնված, այնտեղի հայ չի դա, երևանցի մարդիկ են, երևանցի տղաներ են, այսպես ասած, որոնց ճանաչել ենք ոչ մի տարի, ոչ 2 տարի, ոչ 10 տարի, այսինքն ոնց կարող է պատահել, ասենք այդ Կոմիտասի փողոցի վրա, որտեղ ես ասենք Օրբելիում եմ ապրում, ես չճանաչեմ այդ մարդկանց, կամ իրանք ինձ չճանաչեն, մենք ապրել ենք, տեսել ենք այդ փողոցի սովորական եւ միգուցե վտանգավոր զարգացումները միշտ նպաստել են նրան, որ մենք փոխադարձ ճանաչենք իրար։ Եվ այստեղ այդ նույնիսկ Քրքիրքորյանը չի, էլի, որ ասում ենք, չնայած Քրքիրքորյանը մի լավ հիշում եմ, էլի, որ եկել է, եթե չեմ սխալվում, $15 միլիոն տվել էր, որ գյուղատնտեսությունը ինչ որտեղ ստիմուլյացիա անեին եւ ասել էր, որ ցածր 3% էր, ինչ էր, որ վարկ տան այդպես գյուղացիներին, մեր մոտ բանկերից բանկեր էր անցել, վերջում 30%-ն անցել էր։ Եվ այդ մարդը վիրավորված էր ուղղակի, թե այս ինչ ոնց կլինի այդ աշխարհի համար 1 մանիպուլյատորին շուկայում այդ իր հայրենիքում ինչի են գցում, էլի, այսպես ասեմ, բզավեշտ։ Խոսքը զուտ էստեղ քաղաքականությամբ զբաղվելու մասին էր։ Եթե դրսում որոշակի գործունեություն։ Այդ Երևանցի մարդ է, եւ ինչ որ ժամանակ, ասենք, աշխատել է ինչ որ Քենիայում կամ Մոսկվայում կամ Նյու Յորքում, եւ ինքը իր նստակեցության բոլոր կարգը եւ կանոնը պահելու արդյունքում այսօր դրել է տեխնացությունը եւ ինչպես հասկանում ենք այդ ամենը ստուգվել է նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, չէ՞, ամենայն մանրամասներով։ Հիմա ինչ ենք բարձրացնում։ Ես հանրության մոտ եմ կարծիքի ձևավորման փոփոխության մասին հարցնում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ընդունել, բայց հանրության ընկալումները այդ մասով մենք ստուգել ենք, որ հանրությունը ունի այդպիսի կողմնորոշում, որտեղ են այդ ստուգումները եւ ինչ տոկոս են կազմում եւ եթե դուք շփվեք հանրության հետ, կան խմբեր, ովքեր այդպես են։ Շփվել եմ հանրության հետ, ես ոչ միայն դասավանդում եմ համալսարանում, այլև շփվում եմ 1001 տարաբնույթ ակումբներում մարդկանց հետ եւ հավատացնում եմ ձեզ, դա որևէ դիսկոմֆորտ քիչ եմ հանդիպել մարդկանց, չէ, ես շատ եմ հանդիպել։ Նկատի ունեմ նման մարդկանց չեք հանդիպել, ովքեր խնդիր են տեսնում այդտեղ։ Չէ, եթե խնդիր են տեսնում, նրանք պետք է բերեն փաստարկներ։ Հիմա փաստարկը բերում եք խնդիրը ինչու՞մ է, դրան ասեցիք նարկոտիկի հարցը, հիմա ասում եք այդպիսի փաստարկ կա, այդ փաստարկը քննարկեցինք, որ միավորված ազգերի կազմակերպությունը տվել է հատուկ շնորհակալագրեր եւ պարբերաբար նշում է, որ եթե պետքա որևէ տեղ վերացնեն, գնացեք այդ փորձը ուսումնասիրեք։ Շատ լավ։ Ձեր տեխնացուն նաև մի հետաքրքիր բան է ասում, որ մենք մասնավոր բանակ կարող ենք ունենալ եւ այդ մասնավոր բանակով կարող ենք մասնավոր վարձու, այո, որի օգնությամբ կարող ենք հետ վերադարձնել մեր կորսված տարածքները, թվում Նախիջևանը, Արցախը, ոնց եք պատկերացնում, իսկ մեր բանակը ինչ դերակատարում պիտի այդ դեպքում ունենա։ Դա մի կողմն եք դուք ասում։ Խնդրեմ դուք ներկայացնեք բոլոր կողմերը։ Հա, հիմա առաջինը։ Չկա երկիր, որը վարձու բանակ չունենա։ Եթե դա ինչ որ կշիռ ներկայացնող երկիր է, ունի։ Ռուսաստանը ուներ իր վարձու բանակը, ճիշտ է։ Հիմա իր վարձու բանակը աֆրիկական մայրցամաքի արևմտյան հատվածում այնտեղից դուրս է բերում ֆրանսիացիներին։ Այսինքն հանում է ֆրանսիացիներին իրենց իսկ գաղութներից, որտեղ գաղութները մինչև վերջ ֆրանսիացիներից լցված են։ Իսրայելը, որը փոքր պետություն է, մեզնից փոքր է, նույնիսկ իր այսպես կոչված տարածքով, որը գրանցված է ՄԱԿ-ում, չնայած ինքը երբեք չի հայտարարագրել սահմաններ։ Վարձու բանակ ունի, թե չէ, ունի։ Պրոքսիներ ունի, աներևակայելի վարձատրություններով։ Բայց իր բանակն էլ աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ։ Այստեղ մոտեցանք հարցի առանցքային կետերից մեկին։ Համանման բանակի գոյությունը
բարձու բանակի մասն է խոսքը։ Ենթադրում է, որ երկրի ներսում պետքա լինի հատուկ նշանակության կազմակերպվածության բացարձակ լուրջ ծախսերով բարձրագույն մակարդակի բերված եւ տվյալ բանակի պրոֆեսիոնալների կողմից դասավանդած, իրենց փորձը հաղորդած անվիճելիորեն, զգալիորեն զորեղ ավելի բանակ, որպեսզի որևէ խնդիր ինքը չառաջացնի։ Այսինքն քո բանակը այդ դեպքում պետք է ունենա ճիշտ այնպես, ինչպես ասենք, որպեսզի մեր լսողներն մի քիչ ավելի խորը թափանցվեն, հասկանան, ասենք, այդտեղ կարող է բերում ենք, ասենք, ինչ որ ֆուտբոլիստներ, որոնք տարբեր երկրներից են, ասենք Ռոնալդոին, ինչ որ տեղի Ռոնալդինյոին են տարել, բան, ինչի են տարել, որովհետև երբ որ նա պարապում է այդ թիմի հետ, այդ թիմի մակարդակը բարձրանում է, ճիշտ է։ Եվ դպրոցը թիմի ձեռքա բերում այն, ինչը բերեց այդ մարդը իր հետ։ Այդպիսին է նաև ռազմական գործի։ Բայց ձեր թիմի ղեկավարը այդպես չէր ասում էր, որ մենք վարձում ենք այդ մարդկանց, որպեսզի մեր հայ մարդիկ չզոհվեն։ Դրա համար վարձում են, որ հայ մարդիկ չզոհվեն։ Այսինքն այդ բանակը Այսինքն գալիս են հստակ նպատակ են կատարում եւ գնում են հետ իրենց տեղը։ Այդ ընթացքում, երբ որ մենք Չէ, եկեք այսպես հասկանանք։ Այդ մարդիկ գալիս են իրենց խնդիրը կատարում են, մեր բանակը ոչինչի չի խառնվում։ Չէ, մեր բանակը ոչինչի չի կարող Կամ որոշակի միջամտություն է ունենում։ Որոշակի միջամտություններ, թիկունքի խնդիրներն ա լուծում, կանգնածա հետևում է, որպեսի տվյալ բանակը որևէ կերպ չափը չանցկացնի որևէ տեղում կոնկրետ, որովհետև այդպիսի դեպքեր կարող են լինել, ինչը ամեն դեպքում խնդիր է եւ մենք պետքա բացառենք նաեւ այդ։ Շատ լավ։ Այդ բանակը վերադառնում է այնտեղ որտեղից որ եկել էր եւ մենք ունենում ենք այն նույն խնդիրները ինչ որ մշտապես ունեցել ենք Չէ, ոնց այսինքն մենք պարտության ենք մատնում հակառակորդին, հետո ունենում ենք նույն խնդիրները, մենք չենք ունենալու խնդիրներ, այսինքն այդ հետ գրավելու խնդիրը մենք չենք ունենալու այս տարածքում մենք գիտենք մեզնից մեր վերջին գենոցիդը, այսպես ասենք, Արցախի կորուստը ինչի հետևանք ա եղել Արցախի կորուստը հետևանք ա եղել Չէ, մակրո առումով, ինչի հետևանք ա եղել, մեծ առումով։ Դա եղել այն բանի հետևանքը, որ այ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են մեկին տալ ուրիշի հողը, կողքինի հողը, ոնց որ իրանք են պատկերացնում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են տալ, որտեղ Կոսովոյին որոշեցին ու տվեցին, իսկ ստեղ ոնց որ թե Ռուսաստանն ա տվել։ Այդ չի կարող լինել, որտեղ մոնոպոլիար աշխարհ, մեկ բևեռանի աշխարհը չի ընդհանրում, որ պետք է Ռուսաստանը հովանավորի որևէ մեկի կողմից որևէ հողի յուրացում, ինչպես իրենք էին համարում։ Նրանց չի հետաքրքրում դուք քանի հազար տարի եք ապրել։ Նրանց չի հետաքրքրում հարևաններդ քոչվոր եղել են թե չէ։ Երբ են նստակյաց դարձել։ Ալեքսանդր II-ի ժամանակ են նստակյաց դարձել։ Դուք գիտեիք այդ։ Ես չգիտեի, պարոն Խաչատրյան, դրա համար, ինչպես գիտենք, գումար է, չէ՞ պետք։ Եվ շատ գումար է պետք։ Հա։ Մենք ունենք այդ գումարը։ Եվ մեզ ի պատասխան, մենք գիտենք 44 օրյայի ժամանակ ադրբեջանական Իսրայելը ունի այդ գումարը։ Ես ձեզ ուղղակի հարցնեմ էլ։ Հաստատ Հայաստանից շատ ունի։ Հայաստանից շատ ունի, բայց իր ծախսերն էլ է շատ, ճիշտ է։ Բայց Որտեւ ինքը 7 պատերազմ է վարում։ Չէ, Հայաստանը մի պատերազմ է վարելու, ինքը վարում է 7 պատերազմ։ Մենք եկեք մեր օրինակը քննարկենք։ Մենք փող ունի։ Մենք մեր օրինակը քննարկենք։ Մենք փող ունենք, այդքան։ Մենք փող ունենք, այդ հարցը փորձենք քննարկել։ Քննարկենք։ Իսրայելը փող որտեղից է բերում։ Իսրայելի հարցը ինչու ենք մենք Որովհետև նա առաջին սփյուռքն է աշխարհի, երկրորդ սփյուռքը մենք ենք աշխարհի, ճանաչված աշխարհի կողմից իր կապիտալների ծավալով։ Սփյուռքից ենք փող բերելու։ Մենք կարող ենք սփյուռքից բերել, մենք կարող ենք ներքին ռեսուրսները օգտագործել, մենք կարող ենք հարևանների հետ հարաբերություններով ծախսերը կրճատել այնքան, որքան անհրաժեշտ է եւ շեմին հասնել նրա, որ այդ ռազմական գործողությունները մեր վրա չնստեն ինքնակործան ծախսեր։ Այդքան մի բան։ Մեր օրենքը թույլ տալիս է ունենալ նման բանակ։ Լսեք, օրենքները, որպես այդպեսին, ձևավորում են իշխանությունները։ Կարճ ժամանակով իհարկե 5 տարով ձևավորում են պետություն ասածը իշխանությունն է այդ 5 տարվա համար։ Հիմա եթե մենք գալիս ենք, մենք պետք է ընդունենք օրենք, որը կնպաստի այդ գործընթացները իրականացնելուն։ Որևէ խնդիր այդ տեսակետից ես չեմ տեսնում եւ աշխարհում չկա որևէ պետություն, որը վտանգված լինի, իսկ մենք անընդհատ վտանգի մեջ ենք եւ մենք մեկ էլ մեր իշխանությունները, երբ որ հանգարց հայտարարում են, որ չէ, խաղաղություն կլինի, այս կլինի, այն կլինի, հետո է որոշել, պատերազմ չի լինի, պատերազմը գալի հարցնում է, ուզում ես մտնել քո երկիրը թե չէ։
Մենք որտեղ ենք ապրում, մերձավոր արևելքում, չէ՞։ Սա մերձավոր արևելքն է, այստեղ խնդիրները ինչպես են լուծվել միշտ։ Արյամբ, պողպատով, վառոթով, հիմա նաև հրթիռներով եւ այլնով։ Հիմա մենք գտնվում ենք այստեղ, մենք լուսնի վրա չենք բարձան, չենք թռչում լուսին եւ այնտեղ ինչ որ բնակություն չենք հաստատելու։ Մենք այստեղ ենք ապրում։ Այդ ինչ քարոզչություն է, ինչ անշանակում որ ընտրեք կամ Եվրոպա կամ Ռուսաստան, ընտրեք կամ պատերազմ կամ խաղաղություն, այդ ինչ դիխոտոմիկ մոտեցումներ են։ Ով ասել, որ դրանք ինչ որ մի բան իրենցից ներկայացնում են։ Եթե գիտական քննարկում ընթանա, թող հանեն դնեն այդ փաստարկները սեղանին։ Տեսնենք որ փաստարկն է, որ պատերազմը մեր ուզելով չի գալու։ Մենք ոնց վարվեցինք, այտենց ալնելու։ Ով է հարցնում դա։ Իսկ հարաբերությունները այլ պետությունների հետ ինչպես եք պատկերացնում։ Գիտեք, հարաբերությունները պետությունների հետ, որոնք 100-ամյակներ, ինչպես Թուրքիան, բազում տասնամյակներ, դար եւ ավել ինչպես Ադրբեջանը վարել են հակահայկական եւ հայակուլ քաղաքականություն, մենք չենք դիտարկում, որ կարող են լինել բարեկամական, որտեղ նրանց ներսում այդպիսի բան չկա։ Պարբերաբար մենք համոզվում ենք, որ այն ամենը ինչ մեզ ասում են, որ լավ կլինի, դա ընդհանրապես խաբեություն է իրականացնելու վերջնական ոչնչացման ծրագիր, որովհետեւ բոլորիս աչքի առաջ Աբխազիայում ընտրությունների ժամանակ Թուրքիայի սատարած տեխնացուն բացարձակ հայտարարեց, որ մինչև Աբխազիայում բնակվող հայերին մինչև վերջինը չկոտորենք, Աբխազիան չի կարող լինել անկախ։ Այսինքն հերթական գենոսիդը Թուրքիան փորձում է իրականացնել ընդամենը 1 տարի առաջ։ Ու մենք հիմա հայտարարում ենք, որ չէ, Թուրքիան մեր բարեկամն է, Էրդողանը հայտարարել է, որ ինչ որ Ֆրանսիան մի քանի մեքենա է ուղարկում, այդ Ֆրանսիայի մեքենաները չպետք է հասնեն Հայաստան, Վրաստանում կանգնացրել են մեքենաները, բարեկամական ակտ։ Դե իրենց մի կողմ դնենք մյուս պետությունների հետ, թվում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Իրանի հետ մենք ունենք խորը հարաբերություններ հազարամյակների, կարող եք գնալ նայել Իրանի նախկին մայրաքաղաքի Պերսեպոլիսի հռչակավոր Փարիզը, առաջինը ով է կանգնած։ Այնտեղ Իրանը կանգնած չի, կանգնածա սրբությունը այն ժամանակվա Իրանի բուսական տեսքով։ Առաջինը կանգնածա հայոց արքան։ Մենք չենք կարող մոռանալ նաև այն հանգամանքը, որ Իրանի կողմից այնպիսի մարտակոլություն, ինչպիսին Թուրքիայի կողմից է իրականացվել, մեր հանդեպ երբևէ չի եղել։ Մեր սփյուռքը այնտեղ բավականին լուրջ ներկայացված է ինչպես իշխանության մեջ, այնպես էլ բիզնեսում եւ այլն այդ երկրի։ Մենք պետք է հաշվի առնենք, որ դա մեր հարևանն է եւ նրա շահերը երբեք չմտածենք, որ մենք կարող ենք կամահրական տարբերակով ուղակի մոռանալ այդ ամենի մասին եւ վարվել այնպես, ինչպես մեզ կթելադրեն։ Նույնը հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պետք է լինեն լավ հարաբերություններ, որովհետեւ դա աշխարհի խոշորագույն տերություններից մեկն է, որի մեջ ապրում է հայոց սփյուռքի մի հսկա հատված։ Իր կարողություններով աներևակայելի բարձր, այսինքն երբ որ համարվում ենք երկրորդը հրեական սփյուռքից հետո, դա ֆինանսական կշռի հաշվարկով է հիմնականում արվում։ Վերջապես Ռուսաստանը, այնտեղ ապրում է ավելի հայ, քան թե այսօր հնարավոր է Հայաստանում է բնակվում։ Հիմա ինչ անենք, մենք կարող ենք մերժել դա, մենք կարող ենք մերժել այն պատմությունը, որը անցել ենք միասին Ռուսաստանի հետ։ Հիմա այնքան էլ լավ չի հարաբերությունները, միգուցե լարված է, բայց հիմա խոսում են հաղթանակի օրվանից։ Եվ ամենածանրակշիռ անձանցից մեկը հայտարարում է, որ չէ, որպես պրոֆեսիոնալ ես պետք է ասեմ, որ հայրենական պատերազմում իրենց ներդրումով հայերը գերազանցում են բոլորին եւ они далеко впереди всех։ Այսինքն բոլորից կտրված առաջ են։ Հիմա նույն կերպ Ֆրանսիայի հանդեպ մենք ինչ պետք է դրսևորենք ճշտամանք։ Երիցս ոչ, որովհետեւ այնտեղ սփյուռք ունենք, այնտեղ ունենք հարաբերություններ, որոնք պետք չի մոռանալ, Եղեռնում իրանք էլ ունեն մեղքեր, շատ մեղքեր, պետք չի այդ մեղքերը հիշել, հիշացնել, երեսով տալ միգուցե, բայց պետք է հաշվի առնենք, որ հա, այնտեղ ծաղկել է հայկական մշակույթը ինչ որ չափով, Շարլ Ազնավուր եւ այլն, այսինքն մարդիկ են եղել, որոնք ներկայացրել են Ֆրանսիան աշխարհով մեկ, բայց իրենք հայ են եղել, եկել են այստեղ էլ համերգներ են տվել, մենք էլ հիացել ենք այդ ամեն ինչով, ինչի՞ պետք է այդ ամեն ինչը մոռանանք։ Դրանք այն սյուներն են, որի վրա պետք է խարսխված լինի Հայաստանի ապագա միջազգային համարումը, ռենոմեն, ինչպես իրենք են ասում։
Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Վարդան Խաչատրյանն էր, Քոչարի կուսակցության падգամավորի տեխնացուն։ Կհանդիպենք, լավ եղեք։